Անդրանիկ Փաշանա զորավար, այն վաղ որ չէին թողում ու ջանցիկ բժիշկ Խարութի գլխավորությամբ բանենարը դրել են արձանը ու պատվով պահակ են կայնսրել։ Հիմա դաժե այն տարիները որ ով երեխայա ունեցել դրել են անունը Անդրանիկ։ Ուջան գյուղում տարեցները լավ են հիշում, երիտասարդներն էլ մեծերից են լսել ու պատմում են զորավար Անդրանիկի հուշարձանի գիշերով գյուղում տեղադրելու պատմությունը։ Գաղտնի է տեղադրվել, քանի որ խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գտնվում էր Մոսկվայում։ Զորավար Անդրանիկի նույնիսկ անունը չէր հիշատակվում հայոց պատմության դասագրքերում, որովհետև ազգային ազատագրական պայքարը սովետական տարիներին համարվում էր ազգայնամոլության դրսևորում։ Այսօր արդեն հուշարձանն ընդգրկված է Ուջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, դարձել է գյուղի այցեքարտը։ Ինչքան տուրիստ որ գալիս է Հայաստան, երևի մի 50%-ը գալիս են, նկարվում են, տենում են արձանը, գնում են։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ ու դպրոցականներ են գալիս այս եւ մյուս հուշարձանները տեսնելու, սակայն խորտուբորտ ճանապարհների փորձությունները հաղթահարելով։ Հենց M1 միջպետական ճանապարհից գյուղ են թեքվում, հանդիպում են տասնյակ տարիներ առաջ արված ասֆալտի հետքերին, բայց ապրիլից գյուղ է մտել ոչ թե այցելուների հերթական խումբը, այլ շինարարական տեխնիկան։ Ես արդեն 58 տարեկան տղա եմ, չեմ տեսել, որ մի անգամ ասֆալտ անեն։ Էսի որ հենց մի անում են, էսի ես չեմ իմանում, երևի Պերևառու դա եղել երգիրը։ Մենք առաջնային արել ենք ֆրեզի աշխատանքը, ֆրեզը արած է։ Էսի լրիվ հիմնանորոգում պիտի անենք, ես պիտի քանդենք, նորից մենք շիբին, երկու տեսակ, երկու սլոյ ասֆալտ, սա հիմնանորոգում ու շատ որակով աշխատանք է արվում։ 3 կիլոմետր երկարությամբ 7 մետր լայնությամբ ճանապարհը երկշերտ ասֆալտով է պատվելու, բայց մինչ այդ դեռ պետք է ավարտեն եզրաքարերի տեղադրման աշխատանքներն ու երբևէ գոյություն չունեցած մայթեր կառուցեն։ Մենք այս պահին շարել ենք բորջուրը, սրա հետևը նորից եղնելու է բետոնե բորջուր ու այս հատվածը մայթ է, բրուշատկա պիտի շարեն։ Բրուշատնի մայթ է ստել, նախագծով տված, ասֆալտ չէ։ Բրուշատկա։ Սա պիտի մենք վերանորոգենք, այս բետոնները, սրանց վրա սա ռեշոտիկով ծածկվում է, որ էսի մայթ է, երեխա է, անցորդ է եւ այլն չգնի կանալ է։ Հանրապետական կարգի ճանապարհը որոշ դեպքերում մեր համար ավելի հեշտ է կառուցելը, քան տեղական ճանապարհը։ Տեղական ճանապարհներն հիմնականում անցնում են բնակավայրերով։ Մեծ խնդիրներ կա ու բազմազան խնդիրներ կա, սկսած ոռոգման ջրի, սկսած ջրի հեռացման համակարգից, իրանց լուսավորությունը կամ ամեն ինչը փորձում են այդ ծրագրով անցկացնել։ Որակյալ ասֆալտապատման բոլոր նորմերը պահպանվում են, վստահեցնում է ճանապարհային դեպարտամենտի ինժեները։ Ուջանում լուսավորության հարցը վաղուց է լուծվել, հիմա սուբվենցիոն ծրագրով նաև ջրագծերի նորոգման աշխատանքներն են կատարվում, այնպես որ տարեվերջին ունենան ամբողջությամբ նորոգված ենթակառուցվածքներ, վստահեցնում են պատասխանատուները։ Դժվարին բաներ չունենք այդ օբյեկտում առայժմ, որը սկսել ենք դժվարին աշխատանքներն դե պայմանավորված է, որ արդեն դեկտեմբերին մենք պետք է ավարտենք։ Եթե վերանորոգում ենք տվյալ բնակավայրին, դպրոց մանկապարտեզին անպայման մոտեցող ճանապարհները հետը վերականգնում ենք, անկախ նրանից կիլոմետրի մեջ կա, թե չկա։ Այդպես են վարվել նաև Փարպի Ղազարավան գյուղերի ճանապարհները նորոգելիս։ Ուջանում ճանապարհի նորոգման պայմանագրով հաստատված արժեքը 490 միլիոն 580 հազար դրամ է։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։